Ողջույն։ Եթե ամուսնացած ես, ունես երեխաներ, այս կարճ փոքրիկ պատգամս դու ավելի լավ կմբռնես։ Այս իմ անցած ճանապարհից եմ խոսում։ Լինում է դեպքեր կամ շատ հաճախ մեր երեխեքը մեզ չեն լսում։ Դու ասում ես մի բան, ինքը անում է հակառակը։ Կամ ընդհանրապես չի լսում։ Ու շատ հաճախ մենք մեր ներսում սկսում ենք փորփրել, էլի, որպեսզի հասկանանք իրականում թե ինչն է պատճառը, որովհետև գիշեր ու ցերեկ աշխատում ես, որպեսզի ապահովես իրենց ամեն ինչով, որ ոչ մի բանի կարիք չունենան, հանկարծ սնես չլինի, որ ինչ-որ մեկի ձեռքին նայեն, բայց ինքը քեզ չի լսում։ Ու գիտեք, երեք, երբ որ մի նման իրավիճակի մեջ հայտնվեցի, ճիշտ է, տղաս շատ փոքր է դեռ, բայց ես էլի սկսեցի մտածել, լավ ինչի էլի, այսքան բան ես անում, բայց չի լսում, չի ընդունում, չի հասկանում։ Ու գիտեք, Սուրբ Հոգին մի սիրուն օրինակ բերեց իմ ներսում։ Իսկ միթե դու ինձ լսում ես։ Իսկ միթե դու անում ես այն ինչը, որ ես եմ ուզում։ Ախր ասեց, ես էլ քո հայրն եմ, որ ամեն բան անում եմ, որպեսզի դու ոչինչի կարիք չունենաս։ Բայց դու էլ նույն կերպ ես վարվում ինձ հետ, ոնց որ հիմա դու բողոքում ես։ Ու իրականում այդպես է։ Մենք դուրս ենք գալիս տանից, Սուրբ Հոգին մեզ առաջնորդում։ Մենք վերադառնում ենք տունելի նրա առաջնորդությամբ։ Մենք պարկում ենք քնելու էլի իր առաջնորդությամբ։ Ամեն բան նրանով է։ Բայց չեմ կարծում, որ մենք բոլորս լիակատար ձևով պատասխանում ենք նրան։ Անձամբ ես այսօր ուզում եմ քննել ապրելաոճը, որովհետև սենց ես ցանկություն չունեմ շարունակել ապրել։